Ֆրանսիայում արևելյան ուղղափառ եկեղեցիների խորհուրդ է ստեղծվել։ Մարտի 6-ին Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանում թեմակալ առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու Փարիզի եւ Հյուսիսային Ֆրանսիայի առաջնորդ Մարկոս եպիսկոպոսին, Հարավային Ֆրանսիայի առաջնորդ Ղուկաս եպիսկոպոսին, Ասորի ուղղափառ եկեղեցու Ֆրանսիայի միտրոպոլիտ Ժորժ եպիսկոպոսին, քահանաների եւ աշխարհականների։ Գումարվել է միության հիմնադիր ժողովը հաստատելու կանոնադրությունը եւ ընտրելու խորհուրդը նախագահող եպիսկոպոսին։ Ժողովը հաստատել է կանոնադրությունը եւ միաձայն նախագահ ընտրել Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանին։ Առաջիկա օրերին նորահաստատ կազմակերպության կանոնադրությունը եւ ղեկավար կազմը կգրանցվեն պետական մարմիններում։ Ֆրանսիայի արևելյան ուղղափառ եպիսկոպոսների խորհուրդ կոչվող միության նպատակներից է առանձին կազմակերպությամբ ներկայանալ Ֆրանսիայի իշխանություններին եւ եկեղեցական կառույցներին, ինչպես նաեւ միասնական ջանքերով կազմակերպել հոգեվոր մշակութային միջոցառումներ։ Ընդառաջելով Գրիգոր եպիսկոպոսի խնդրանքին, նորահաստատ միության անդամները միության անունից ստորագրել են համատեղ կոչ հայտարարություն Բաքվում պահվող գերիալ հայորդիներին անհապաղ եւ անվերապահ ազատ արձակելու պահանջով։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։